Վարկյան սկսենք մենք, մի վարկյան սկսենք, ուրեմ հարգելի քաղաքացիներ մի հատ հնչեցրեք այն վարկային պարտավորությունների չափը, ինչը ոչ օրինաչափ կերպով ձեր վրա դրվել է եւ հնչեցրեք այն չափը, ինչ չափի գումար բանկերից գողացվել է ձեր հաշիվներից։ Մի հատ հնչեցրեք, ասեք այդ թվերը։ 550,000, որը դարել է 900,000, 1 միլիոն դրամ դարել է 1,600,000։ 2 միլիոն, որից 500,000 Ահա, խնդրի եմ էս է իրավիճակը, հարգելի լրագրողներ, շատ են մեծ իրականում թվերը, քաղաքացիներ ունենք, որ 8 միլիոն, 10 միլիոն, 12 միլիոն, 53,000 դոլար եւ այսպես չափից շատ մեծ թվեր են, հա։ Չգիտեմ, անհրաժեշտություն կա արդեն ներկայացնելու, թե որքան է օրինաչափ եղել բանկի վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ։ Չեմ կարծում, որ մարդիկ կան, որ չգիտեն կամ իրանց համար նորություն է, որ այս վերաբերմունքը բանկերի կողմից ապօրինի է։ Եթե կան սրա վերաբերյալ հարցեր, խնդրում եմ տվեք, որ շարունակենք արդեն խոսել այս կառույցի մասին։ Կան կասկածներ, ահա։ Քննչական կոմիտեի շենքում էի, դրանից հետո ինչ զարգացումներ եղան, մեր տեղեկություններով, ֆակտիկ տեղեկություններով, ձեզ որոշ բանկեր ասել են, որ կփոխհատուցեն եւ կզրոյացնեն այդ գումարները։ Կա այդպիսի բան։ Ուրեմն որոշ բանկերից չունենք արձագանք, ուղղակի չունենք արձագանք, խոսքը Ինեկո բանկի մասին է, խոսքը Արշին բանկի մասին է, նրանք չեն արձագանքել այն հայտարարությանը, որ մենք ունեինք նախ կենտրոնական բանկի պաշտոնյաներից մեկի հետ համաձայնություն, որ խնդիրը պետքա լուծվի, այդ պահանջները, վարկային պահանջները պետքա չեղարկվեն քաղաքացիների նկատմամբ, սակայն իրադարձություններն այնպես զարգացավ, որ կենտրոնական բանկի այս առաջարկը եւս չպահպանվեց, հա։ Դրանից հետո ID բանկը նորից երկրորդ ծուղակն է պատրաստում քաղաքացիների համար։ Մեր ձեռքի տակ ունենք ինչ որ, այսպես ասած, վարկային պայմանագրի նմուշ, ըստ որի քաղաքացիներին առաջարկվում է 2 տարի չեղարկել, 2 տարի ժամկետով չեղարկել վարկային պարտավորությունները, այնուհետև 24%-ից իջեցնել 12% եւ մուծել ինչ որ գրաֆիկով, դրանից էլ ենք հրաժարվել, դրան էլ համաձայն չէին քաղաքացիները, դրանից հետո առաջարկվել է եւս մի պայմանագիր կրկին անգամ ID բանկի կողմից, վարկային պայմանագիրի դեպ, որ պետքա չեղարկվի 5 տարի ժամկետով, 5 տարի հետո պետքա նորից 12%-ով, ինչ-որ գրաֆիկով մուծվի այդ վարկերը, բայց ինչի մասին է խոսքը, սա երկրորդ ծուղակն է, հա, քաղաքացիների համար, որովհետև եթե քաղաքացիները ներկա պահին չունեն ընդհանրապես վարկային պայմանագիր բանկի հետ կնքած, որևէ վարկային պայմանագիր ներկա պահին չունեն բանկի հետ կնքած, ապա ինչի պիտի, հա, այսպեսի գայթակղիչ թվացող առաջարկներով քաղաքացիներին բերում են այն հարթակ, որ ունենան պայմանագիր, վարկային պայմանագիր։ Իհարկե քաղաքացիները հրաժարվել են դրանից եւ մենք հորդորում ենք քաղաքացիներին նման վարկային պայմանագրեր չստորագրել, քանի որ նրանք չունեն վարկային պարտավորություններ բանկի նկատմամբ, ասեք։ Այնուամենայնիվ վարկը ձևակերպված է իրենց անունով եւ փաստացի, եթե իրենք են վճարում, եւ եթե չեն վճարում, իրենք են դուրժի տուգանքի ենթարկվում։ Այդ դեպքում ավելի ռեալ չէ տարբերակը։ Բացարձակապես ռեալ չէ, քանի որ այդ տույժերն ու այդ տուգանքները էլի բանկի կողմից են, էլի անհիմն են, վարկային պահանջները քաղաքացիների նկատմամբ ոչ օրինաչափ են եւ անհիմն են։ Եթե այս մասով հարցեր կա, խնդրեմ։ Ոչ օրինաչափ պահանջներ են, ֆինանսական ոչ օրինաչափ պահանջներ են։ Ինչ կապ ունի, որ քաղաքացիների անունով են ձևակերպված։ Պետք է իրանք չձևակերպեին, դա բանկերի սխալն է եղել, որ
քաղաքացիներ գումարը փաստորեն տվել են զեղծարարի կամ ինչ-որ այլ մարդու, այլ քաղաքացու, բայց ձևակերպել են քաղաքացու անունով եւ քաղաքացին չունի ստորագրություն, հետեւաբար չկա վարկային պայմանագիր եւ չկա վարկային պարտավորություն մուծելու, այս ինչ ապօրինի իրավիճակ են ստեղծել, հա։ Եվ այսօր մեր այստեղ հավաքվելու հենց նպատակը նա է, որ այս ամեն ինչը պետքա վերահսկելի լիներ կենտրոնական բանկի կողմից։ Կենտրոնական բանկը օրենքով սահմանված իր պարտավորությունների տիրույթում է, հա, վերահսկել առևտրային բանկերին, հա։ Եթե կենտրոնական բանկը մինչ այս օրը դա արած լիներ, նախորդ 5 տարիների 20-21 թվականներից է, հա, այս իրավիճակը առաջացել այստեղ մարդիկ կան արդեն 2-3 տարի է, ինչ այդ խնդիրն ունեն, եւ տարիներ շարունակ կենտրոնական բանկը այդ գործառույթը չի արել, կենտրոնական բանկը այդ իր պարտավորությունը, այդ իր պարտականությունը նաեւ չի անում արդեն 2 ամիս է, երբ որ մենք ձայն ենք բարձրացրել, երբ որ մենք ըմբոստանում ենք, ընդվզում ենք ապօրինի պահանջների վերաբերյալ եւ բանկերի ոչ օրինաչափ գործողությունների վերաբերյալ նաեւ արտահայտվել է մի քանի օր առաջ, չեմ հիշում ճիշտ օրը, գլխավոր դատախազներ արտահայտվել, չեմ հասկանում, այս մարդիկ ինչ են մտածում, այս մարդիկ ինչի պատշաճ կերպով իրենց պարտականությունները չեն կատարում, ինչի են քաղաքացիները հայտնվել այս իրավիճակի առաջ, հանիրավի գումարների պահանջը կոչվում է թալան։ Հանդիպում եք պահանջում Հանդիպում, այո, հանդիպում պահանջում եմ, բայց ոչ պատերի տակ, հանդիպում պահանջում ենք միայն ու միայն լրատվամիջոցների ներկայությամբ։ Թող այստեղ գան, մենք չենք գնալու իրանց սենյակները ծածուկ լսել իրենց ապօրինի մոտեցումները, հա, քաղաքացիներին համոզում են, որ ստորագրեք բանկերի կողմից առաջարկված պայմանագրերը սեղանին չդնելով պայմանագիր, հա, չունենալով փաստացի ձեռքներին թուղթ հորդորում են, որ գնացեք ստորագրեք ինչ-որ պայմանագրեր։ Ոչ, քաղաքացիները մերժել են եւ դրան համաձայն չենք, եթե բաներ կա ասելու, մենք այո, բազմաթիվ հարցեր ունենք ուղղված համակարգում աշխատողներին, պաշտոնյաներին, ունենք բազմաթիվ հարցեր, թող գան լրատվամիջոցների առաջ մեր հարցերին պատասխան տան։ Փակ սենյակներում, փակ անկյուններում մենք չենք հանդիպելու։ Առայժմ այսքանը ես կխնդրեմ ասեք։ Դուք ասացիք, որ քաղաքացիների ստորագրությունը չկա այդ փաստերի տակ դրված։ Ապացուցողական բազան կամ բեռը, այսպես ասած, միայն այդ ստորագրությունն է, քանի որ բանկերը գաղտնիք չէ, որ on-line վարկեր են տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր շտապ գումարի կարիք ունեն։ Այսինքն, այս մասով միայն դա է արդարացում, այսպես ասած, թե էլի կան կետեր, որոնք դուք կարող եք որպես փաստարկ բերել։ Օրինակ on-line վարկի դեպքում նույնականացումը անցնում են, ֆիքսում է իր անձնագրային տվյալները եւ այլն եւ այլն։ Այս դեպքում դուք ստորագրությունն եք որպես փաստարկ բերում։ Այո, փաստորեն on-line վարկերը պատշաճ կերպով չեն իրականացվում։ Հա? Եթե պատշաճ կերպով իրականացվեր, քաղաքացիները փաստորեն ստացած կլինեին այդ վարկերը։ Փաստորեն բանկերը նույնպես գիտակցում են, որ քաղաքացիներին փաստացի վարկ չի տրամադրել։ Քաղաքացիները փաստացի որևէ գումար չեն ստացել։ Հետևաբար նրանց պահանջը քաղաքացիների նկատմամբ ապօրինի է եւ անհարկի է, եւ դա ուղղակի այդ on-line վարկավորման անբարեխիղճ չէ, ոչ կանոնակարգված լինելու արդյունքում է ստեղծվել այս իրավիճակը, հա։ Իսկ քննչական կոմիտեի դիմումների հետ կապված ինչ զարգացումներն եք ասում եք, որ ներկայացրել եք, որ դժոխքող բանկերին են ճանաչել, հետո ինչ է։ Ահա, քննչական կոմիտեն լսելով մեր մեկնաբանությունները, ընդունելով մեր բացատրությունները, ուրեմն ներքին այսպիսի որոշում ունեցան մարդիկ, հասկանալով իրավիճակը, գնահատելով իրավիճակը, պարզ էր, որ զեղծարարը գումարները գողացել էր բանկից, բանկի պարտավորության տիրույթից, հետևաբար բանկն է, հա, տուժող կողմը, եւ քաղաքացին այս քրեական գործով անգամ չի էլ անցնում կամ անցնում է միայն ու միայն վկայի մակարդակով։
Քաղաքացիների դատավարական կարգավիճակը հաջորդաբար սկսեց փոխվել այնպես որ բանկից են գողացել գումարներ եւ բանկը հետեւաբար ելնելով այսքանից իրավունք չունի այդ գումարները պահանջել քաղաքացուց որովհետեւ ասեք իրավապահ մարմինը փաստորեն բանկից պիտի պահանջի այդ գումարները, այսինքն ինչպես պետք է հանգուցալուծվի, գործը դատարան պետք է մտնի, թե օրինակ այդպես վարույթը կասեցել ինչ է եղել։ Տեսեք, չէ, քրեական վարույթը առկա է, քրեական վարույթը կմտնի դատարան, բնականաբար, երբ որ գտնեն, հանցավորին, զեղծարարին, երբ որ գտնեն, քրեական վարույթը կմտնի դատարան։ Բայց մինչ քրեական վարույթը դատարան հասնելը, քրեական դատարանի մասին է խոսքը, մինչ դա հասնելը, բանկը դեռևս ապօրինաբար քաղաքացիներից պահանջում է վարկեր, դիմելով դատարան, երբեմն շրջանցելով դատարանները, դիմելով նենք եւ խորամանկ քայլերի, ուրեմն նոտարական հրամաններ են տալիս քաղաքացիներին, որ այդ հրամանները քաղաքացիները ստանում են իրենց էլեկտրոնային փոստերին։ Կան քաղաքացիներ, որ էլեկտրոնային փոստերը հաճախ չեն էլ ստուգում անգամ, բայց նոտարի տված հրամանին պետքա պատասխանեն 20-օրյա ժամկետում։ Եթե 20 օրյա ժամկետում քաղաքացին չի պատասխանում նոտարին, հետևաբար նոտարն ընդունում է, որ քաղաքացին վեճ չունի եւ համաձայն է եւ մի անգամից գործերը գնում են հարկադիր կատարողական ծառայություն։ Սա մի ճանապարհ է, որտեղ բանկը խորամանկում է եւ այստեղ կա նենգություն եւ երկրորդ ճանապարհը, որ բանկը շրջանցում է եւ այդտեղ էլ կա, նենգություն բանկը, երբ որ դիմում է դատարանում պիտի ներկայացնի գործի ամբողջ նյութերը։ Սակայն բանկը չի ներկայացնում գործի ամբողջ նյութերը դատարանից ծածկելով, քրեական գործի արկայության հանգամանքը։ Քաղաքացիայի իրավական ընդհանուր իրավասությունների դատարանից թաքցնում է ուղղակի, որ այս մասով արկա է քրեական գործ, որովհետև երբ որ քաղաքացիայի իրավական դատարանին նման տեղեկատվություն տրամադրվի, քաղաքացիայի իրավասության ընդհանուր առաջացյալի դատարանը այդ գործը ուղղակի կասեցնում է, քանի դեռ քրեական գործը չի բացահայտվել, Այս նենգություններով, այս ապօրինություններով, այս ապօրինի վարքագծով ես չեմ հասկանում, ինչքան պիտի այս իրավիճակը շարունակվի, ինչքան պիտի ապօրինի հանիրավի վարկային պահանջներ ներկայացնեն քաղաքացիներին դնելով խոցելի իրավիճակում, խախտվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները։ Այսքան առայժմ։ Իսկ ասում եք, որ նոտարը պահանջները ներկայացնում ու դրանից առաջ ասում եք, որ աշխատավարձերի վրա կալանք էին դնում, նման դեպքեր էսպահին ունենք դիմումատուների մեջ։ Բազմաթիվ քաղաքացիներ այստեղ կան, որ իրենց աշխատավարձերից իդեպ սկսել են ապօրինի, էդ էլ է ապօրինի, դրան էլ անդրադառնամ, շատ շնորհակալություն հարցի համար, որևէ մեկը, այդ թվում պետական մարմինները, այդ թվում բանկերը, այդ թվում ցանկացած կազմակերպություն իրավունք չունի քաղաքացուն առանց հարցնելու իր հաշիվներից գումար հանել, այն դեպքում, հատկապես այն դեպքում, երբ որ դեռևս կալանքներ դրված չի, երբ որ մարդը հրաժարվում է ընդունել վարկային պարտավորություններ, այս դեպքում էլ քաղաքացիների հաշիվներից գումարներ են տանում, աշխատավարձ է քաղաքացին ստանում, ընդունելով իբրև թե ձեր տոկոսների մարման ժամանակահատվածն է եւ քաղաքացիների հաշիվներից, քաղաքացու գրպանից հանում են վերջին շապիկը ցավոտ ձևով։ Սա անօրինական է, սա էլ մոտեցում չի։ Կան այստեղ նմանատիպ քաղաքացիներ, այդ քաղաքացիների ում հաշիվներից սկսել են գումարներ պահել, խնդրում եմ եկեք մոտեցեք, երկու բառ ասեք ձեր գործերի մասին։ Կմոտենաք